Ապրիլյան քարորյա պատերազմի 10-րդ տարելիցին ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը, կուսակցության անվտանգության թիմի ղեկավար Արթուր Ավանեսյանի կուսակցական ընկերների հետ միասին այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել կյանքը հայրենիքի համար զոհած տղաների հիշատակին։ Խոստանում ենք, հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը ապահովելու է ուժեղ եւ երկարատև խաղաղություն։ Կարդում ենք այցի մասին ուժեղ Հայաստանի տարածած հայտարարությունում։ Քարորյա պատերազմի 10-րդ տարելիցին Եռաբլուր զինվորական պանթեոն են այցելել Արցախի ղեկավարությունը, Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր падգամավորներ։ Եռաբլուրում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը պառակտող խոսույթ է որակել Նիկոլ Փաշինյանի վերջերս արած արտահայտությունները, մեջբերում Արցախից ճողոպրողների մասին։ Եթե դա վերաբերում է 2020 թվականի ռազմական գործողությունների պատերազմին, ուզում եմ հիշեցնել նման խոսույթ իրականացնող անձանց, որ իրենք են եղել քաղաքական եւ դիվանագիտական առաջնագծում եւ հենց իրենց գործողությունների շնորհիվ է, որ այսօր արցախցիները հայտնվել են նման իրավիճակում եւ հայ ժողովուրդը կորցրել է Արցախը եւ օկուպացված է այսօր Հայաստանի Հանրապետության զգալի տարածքներ։ Շահրամանյանը նշել է, որ Արցախի անվտանգության երաշխավորը եղել է Հայաստանը։ Բոլոր հարցերը քննարկվել եւ համաձայնեցվել են Հայաստանի իշխանությունների հետ, այդ թվում 2023 թվականին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները։ Իմնեմնիմի ոդքասթի համահեղինակ եւ հաղորդավար Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ կիրառված խափանան միջոց կալանքը դատարանը փոխել է տնային կալանքով։ Վազգեն Սաղաթելյանը եւ հաղորդման մյուս համահեղինակ Նարեկ Սամսոնյանը ձերբակալվել էին ամիսներ առաջ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հասցեին հնչեցրած սուր քննադատության եւ հայոյախառն արտահայտությունների պատճառով։ Երևանի վարչական դատարանը Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությանը լիցենզիայից զրկելու ՀՑԿ-ի առաջադրած հիմքերի մեծ մասը ճանաչել է չհիմնավորված, հայտնել է փաստաբան Արամ Օրբելյանը։ Փաստաբանը ներկայացնելով դատական ակտի մանրամասները նշել է, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի առաջադրած 7 հիմնական կետերից դատարանը չապացուցված է համարել 4-ը, այդ թվում տվյալների ենթադրյալ կորստի եւ զանգվածային հավելագրումների մասին ՀՑԿ-ի պնդումները։ Օրբելյանի խոսքով դատարանը արձանագրել է, որ դատական նիստին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչները պատրաստ չեն եղել հստակ ապացույցներով հիմնավորել արձանագրված խախտումները։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է շատ հստակ ասի, այս խախտումը հաստատվում է այս ապացույցով, դրան պատրաստ չէր եւ ամեն անգամ ամեն հարցի քննարկելուց բավականին երկար ապացույցներն էին նայում, փորձում էին ասեն, որ փաստաթուղթը որի հետ համադրենք եւ արդյունքում ակնհայտ էր, որ հանգամանքները չեն հաստատվում։ Թեպետ հիմքերը չապացուցված է համարվել, այնուամենայնիվ դատարանը որոշել է ՀՑԿ-ի որոշումը անփոփոխ թողնել, ինչը ՀԵՑ-ի նախկին տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը քաղաքական որոշում է համարել։ ՀԵՑ-ը խլելու գործընթացը եւ քաղաքական է ամբողջովին։ Ինչի համար եմ սա ասում, նախ դատարանը որոշում է գիշերվա իհարկե մեծ կապ ունի, այսպես շատ արագ, մոտավորապես 13 ժամ փոքր ընդմիջումներով ընկալելու խնդիր ունի, բնականաբար ապացույցները անհատական հետազոտելու խնդիր ունի եւ այլն, չցանկանալով թիրախավորել դատարանին, բայց քաղաքականը անմիջականորեն ապացուցվեց։ Իրենք ժամանակվա խախտումները վերագրում էին մեզ, օրինակ բերել էին ապրիլ-մայիս ամսվա կատարած մեր ստուգողական աշխատանքները, օրինակ բյուջետային հիմնարկների հետ կապված։ Ներկայացրել մենք ասում ենք, բայց դա, այսպես ասած, նախկինների ժամանակ է եղել, ասում են, հա, բայց դա եղել է, ասում ենք, բայց դա գտել ենք, պատժել ենք, ասում ենք, կապ չունի եղել է։ Վոլգոգրադում տեղացած հորդարատ անձրևները հեղեղել են ամբողջ քաղաքը կատվածահար անելով տրանսպորտային երթևեկությունը։ Հզոր ցիկլոնի հետևանքով քաղաքի փողոցները վերածվել են գետերի։ Բազմաթիվ ավտոմեքենաներ եւ տրանսպորտային միջոցներ մասնակի կամ ամբողջությամբ հայտնվել են ջրի տակ։ Աղետի պատճառը կասպիական ցիկլոնն է։
Հեզբոլլահը հրթիռային զանգվածային հարձակում է իրականացրել Իսրայելի վերին եւ արևմտյան Գալիլեայի բնակավայրերի ուղղությամբ։ Ըստ պաշտոնական տվյալի լիբանանյան խմբավորումը արձակել է ավելի քան 70 հրթիռ։ Հարավային Լիբանանի տարածքում ընթանում են թեժ մարտեր իսրայելական հատուկ ստորաբաժանումների դեմ։ Հեզբոլլահը հայտարարել է, որ դիմակայության ընթացքում հաջողվել է խոցել թշնամու 4 Մերկավա տանկ։ Այնաթ քաղաքի երկնքում էլ կործանվել է իսրայելական Hermes 450 տիպի անօդաչու թռչող սարք։ Scuba gear, you name it, we got to make sure that we look out. ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչ Ջորջ Գոթհայմերը պաշտոնական նամակ է եղել Անթրոպիկ ընկերության գործադիր տնօրենին։ Օրերս համացանցում է հայտնվել Cloud Code գործարքի ներքին ծրագրային կոդը։ Սա վերջին 1 տարվա ընթացքում ընկերության արդեն երկրորդ խոշոր ձախողումն է։ Օրենսդիրը մտահոգ է, որ Չինաստանը կարող է հեշտությամբ պատճենել ամերիկյան այս տեխնոլոգիան։ Ըստ պաշտոնյայի այն վտանգում է Միացյալ Նահանգների ազգային անվտանգությունը, քանի որ այս գործիքն արդեն ներդրված է հետախուզական գործողություններում։ Չնայած կոնգրեսականը քննադատում է ընկերության նկատմամբ պետական նախկին սահմանափակումները, նա այժմ կասկածի տակ է դնում Անթրոպիկի հուսալիությունը։ Ի պատասխան ընկերությունը տեղի ունեցածը համարում է սովորական մարդկային սխալ եւ հերքում է համակարգի կոտրման կամ գաղտնի տվյալների գողության վարկածը։ Այժմ տեխնոլոգիական հսկայից ակնկալվում է սպառիչ պատասխաններ մոդելի խոցելիության եւ չարամիտ օգտագործման կանխարգելման վերաբերյալ։ Մշակութային ջերմթնոլորտ, դասական երաժշտության հնչյուններ եւ հայ ու համաշխարհային պոեզիա։ Պիտի վառվես, ծնվելը քիչ է։ Հայուհի կանանց կենտրոնի նախաձեռնությամբ կայացել է Սիրո խաչմերուկներ խորագրով մշակութային երեկո։ Բեմում դերասանուհի հաղորդավարուհի Նազենի Հովանիսյանն էր Armenian String Quartet-ի նրբագեղ նվագակցությամբ։ Ինչու Նազենի Հովանիսյանը, որովհետև նա ամենականանցի հայուհիներից մեկն է եւ կցանկանայինք, որպեսզի հենց ինքը այս գեղեցիկ երեկոն վարեր իր գեղեցիկ ձայնով եւ գեղեցիկ Սիրո խաչմերուկներ բանաստեղծական երեկոյով։ Անդրադառնալով լսարանին, Նազենին նկատել է, որ թեև ափսոսում է տղամարդկանց սակավության համար, սակայն կանանցով լեցուն դահլիճը յուրահատուկ էներգետիկա ուներ։ Ինձ համար հայուհին կուլ չգնացող ու չտկարոցող կինն է։ Ինձ համար հայուհին կարծիք ունեցող ու իր կարծիքը վստահ, հանգիստ արտահայտողն է։ Ինձ համար հայուհին չվախեցողն է, չընկրկողն է, չընկճվողն է։ Եթե պետք է լավ լացողն է, իսկ հետո նույն պայծառ ժպիտը դեմքին իր կյանքի բարդություններով առաջ գնացողն է։ Շատ բան դրեցի հայուհուսերին։ Երևի ինձ համար հայուհին այդ հենց բեռնված կինն է։ Հայուհի կանանց կենտրոնի գործունեությունն ուղղված է կանանց վստահության բարձրացմանն ու ինքնակրթմանը, թե Երևանում, թե մարզերում։ Ինձ շատ է որ գալիս ձեր տրամադրվածությունը։